Կամ միացեք ինձ ու կռվեք, կամ հեռացեք հիմա։ Կռվենք, բայց ինչով։ Մեր ձեռքի տակ եղած զենքով, քարերով, ժայռերով, մերկ ձեռքերով։ Չեմ պատրաստվում այնքան քայլել անապատով, մինչև սովամախ լինեմ, մեռնեմ ծարավից։ Մեր եղած ուտելիքով կարող ենք հասնել Հալեբ։ Երբեք չեք հասնի Հալեբ, ճանապարհին կսպանեն բոլորիդ։ Դու ով ես, որ նման բաներ ես ասում։ Հենց այս պահին Սիրունի մոտ կգտնեք իմ գյուղի բոլոր հայ բնակիչների մարմինները, որոնք փտում են գետի ափին։ Յուրաքանչյուր տղամարդու կնոջ ու երեխայի հանել են իրենց տներից, բերել այնտեղ բոլորին խոշտանգել։ Հորս, կնոջս հրատել են ու դեռ չծնված իմ երեխային հանել մոր արգանդից։ Չեք հավատում ինձ։ Գնացեք, ինքներդ համոզվեք, օդում պտտվում են անգաղները։ Լսեցիք այս մարդուն, նա ճիշտ է ասում, ոչխարի հոտ չենք, սպասենք երբ կմորթեն, մենք կբարձրանանք Մուսալեր, ու եթե թուրքերը մեզ հանգիստ չթողնեն, ամեն ժայռից կկռվենք նրանց դեմ, շարժվեցինք։